Պարոն Էխակյան, վաղն արդեն սկսում է քարոզարշավը։ Այս միջոցառմանը ձեր մասնակցությունը միջոցառմանը, որտեղ այսպես ասած նվերներ են նաև բաժանում գյուղի բնակիչներին, կարելի է արդյոք ասել, որ քարոզարշավը ձեզ համար մեկ օր շուտ է սկսել։ Իհարկե ոչ, որովհետև ես այս միջոցառման ընդամենը հյուր եմ, ոչ կազմակերպիչ եմ, ոչ այլ մասնակից, ընդամենը հյուրի կարգավիճակով այստեղ եմ գտնվում, մեծ սիրով այստեղ եմ գտնվում։ Ընտրություններին ում եք ձեզ համարում ձեզ մրցակից։ Ես բոլոր այն ուժերը, որոնք հայտ են ներկայացրել Վաղարշապատ համայնքի ավականու ընտրություններին, բոլորին էլ համարում եմ մրցակից։ Ես չեմ թերագնահատում ոչ մի քաղաքական հակառակորդ։ Հնարավոր համարում եք, որ այստեղ էլ կկրկնվի Գյումրիի սցենարը, որտեղ ինչպես տեսանք անդիմադիր ուժը դարձավ, այսպես ասած, քաղաքի ղեկավարումն իր ձեռքը վերցրեց անդիմադիր ուժը, ապա իշխանությունները սկսեցին նրա նկատմամբ ճնշումներ գործադրել։ Հնարավոր համարում եք, որ այս անգամ էլ նախքան ընտրությունները կսկսեն ճնշումներ գործադրել անդիմադիրների վրա կամ ընտրություններից հետո ինչպես Գյումրիում եղավ։ Ես ընդհանրապես սնահավատ մարդ չեմ եւ պատահականություններին ու ձևականություններին չեմ հավատում։ Ես պնդում եմ, որ Վաղարշապատը իր բոլոր բնակավայրերով ինքը տարբերվում է հանրապետության մնացած համայնքներից, ամենայն հարգանքով մնացած համայնքներին, չստորադասելով։ Հայաստանի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր ինքը ուրույն է, ինքը առանձնանում է, նույնիսկ համայնքի մեջ տարբեր բնակավայրեր մեկը մյուսից լրիվ տարբեր են, մարդկանց մտածելակերպով, նիստուկացով, ավանդույթներով, սովորություններով։ Հետևաբար ես չեմ ուզում համեմատել Գյումրու հետ, բայց որոշակի ուժերի սերտ համագործակցությունը, ուժերի ցուցակի անդամների մեկը մյուսի շտաբերից գնալ գալը, դուրս չգալը, այսպես ասած, ինձ հուշում է, որ իրենք Գյումրու սցենարը իրենց համար օրինակ դարձնելով ամբողջությամբ լծված են այդ գործին, բայց ինչևէ դա իրենց գործն է, մեր ուժը իմ թիմը, մեր թիմը իմ գլխավորությամբ Վաղարշապատ համայնքում գնում է վստահ հաղթանակի հետևից, նախ եւ առաջ արդեն կարող ենք ասել նախկին Խոյ համայնքում որպես 3 տարի ղեկավարած անձ եմ ասում, հսկայածավալ աշխատանք կատարած թիմ եւ այս բարեփոխումներ իրականացրած թիմ եւ այս կարճ ժամանակահատվածում նաեւ Վաղարշապատ համայնքում մի շարք փոփոխություններ, մի շարք համայնքային ծառայությունների էական բարելավում իրականացրած թիմ, ես նաև ազնիվ քարոզարշավ տանելով եւ ակտիվ հանդիպումներ ունենալով նաև քարոզարշավի ընթացքում մեր բնակիչների հետ, մենք գնում ենք մեր հաղթանակի ետևից ի բարօրություն Վաղարշապատ համայնքի։ Հնարավոր համարում եք, որ ընտրությունների նախաշեմին գուցեև անդիմադիր որոշ ուժերի անդամների ներկայացուցիչների նկատմամբ իրավական գործընթացներ սկսվեն։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց հնարավոր միայն մի դեպքում, եթե կլինի իրավախախտում։ Եթե կլինի իրավախախտում, բնական է, ես ինքս էլ պնդելու եմ, որ իրավական գործընթաց սկսվի։ Գյումրիում 3 տեղի ունեցածի ինչպես եք դուք գնահատում, ինչ էր դա։ Դա այն էր, ինչ մենք ամիսներ շարունակ ահազանգում էինք, ինչին չգիտեմ, շատերը թերահավատորեն էին վերաբերում, ես ցավում եմ գյումրեցիների համար, որովհետև այստեղ, գիտեք, անձերը էական չեն այնքանով, որքանով, որ համայնքի փաստացի կառավարում չլինելով համայնքապետարանը իր լիազորությունները չիրականացնելով, իրականում այդտեղ տուժում է միայն գյումրեցին։ Հասարակությունը դա որակում է որպես ճնշում իշխանությունների կողմից։ Դուք չեք համարում, որ դա ճնշում էր Գյումրու ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ։ Այսինքն, եթե իրավական գործընթաց կա, հստակ կա ձայնագրություն, կա փաստ եւ դրանից առաջ նաեւ նախաձեռնված էլի, որ եթե չեմ սխալվում, քրեական գործեր, կալանքով բաց թողնված համայնքի ղեկավար, չգիտեմ, այսինքն պետությունը ինչ պետք է աներ, գործազուրկի կարգավիճակով նստեր։ Ես կարծում եմ, որ պետությունը համարժեք պատասխան է տվել եւ մեր ուժը հետեւողական պայքար է տանում եւ տանելու է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ։ Չի կարող համայնքի բնակչի քրտինքով վճարումների շնորհիվ հարկերի վճարման շնորհիվ տարբեր տեսակի տեղական տուրքերի եւ վճարների շնորհիվ համայնքի
բյուջե ձևավոր համայնքի բյուջեն մսխվի կամ ծառայի որևէ մեկին, անկախ դրանից այդ անձը կլինի իշխանության ներկայացուցիչ, թե կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Եկեղեցու վերաբերյալ ձեր դիրքորոշումն ինչպիսին է վերջին շրջանում ակնհայտ է, որ իշխանությունները, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը պատերազմ է սկսել ոչ թե եկեղեցու, այլ անձերի նկատմամբ։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Եկեք, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, ես չեմ ուզում անընդհատ կրկնվել, այդ գործընթացները մեր աչքի առաջ են եւ տեսնում ենք այդ ամենը։ Ես ավելորդ մեկնաբանության չեմ ուզում տալ, որովհետեւ նաեւ չունեմ ավել ինֆորմացիա, քան դուք ունեք, այսինքն ինչ կա, հրապարակային կա։ Կիրակի օրը դուք եք մասնակցելու Հովանավանքում մատուցվող պատարագին, որին նաև Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու, Տեր Արամի ձեռամբ տրվող պատարագին։ Ոչ, ես չեմ մասնակցելու, վաղվանից մենք քարոզարշավ ենք եւ ես իրականացնելու եմ իմ քարոզարշավը Վաղարշապատ խոշորացված համայնքում, Էջմիածին քաղաքում եւ համայնքի տարբեր գյուղական բնակավայրերում։